Write a story. Գրեք մի պատմություն. My friend Peter is a lazy boy. Իմ ընկեր Պետերը ծույլ տղա է. Use the words and word combinations to describe Peter's day. Օգտագործեք բառերը և բառակապակցությունները նկարագրելու համար Պետերի օրը. Get up, վեր կենալ, early, վաղ, stay in bed, մնալ անկողնում, late, ուշ, have breakfast, նախաճաշել, often, հաճախ, go to school, գնալ դպրոց, never, երբեք, go for a walk, գնալ զբոսնելու, always, միշտ, clean the house, մաքրել տունը, usually, սովորաբար, do homework, կատարել տնային աշխատանք, watch TV, դիտել հեռուստացույց. My friend Peter is a lazy boy. Իմ ընկեր Պետերը ծույլ տղա է. He usually wakes up early, but never gets out of his bed before his mother calls him. Նա սովորաբար շուտ է արթնանում, բայց երբեք վեր չի կենում իր անկողնուց, մահճակալից դուրս չի գալիս, մինչև իր մայրիկը չկանչի իրեն. He likes to stay in bed and dream about the coming day. Նա սիրում է մնալ անկողնում ու երազել եկող օրվա մասին. His mother gets angry. Նրա մայրիկը զայրանում է. He gets up, washes his face and cleans his teeth. Նա վեր է կենում, լվանում է իր երեսը, մաքրում է ատամները. He slowly puts on his clothes, combs his hair and slowly eats his breakfast. Նա դանդաղորեն հագնում է իր շորերը, սանրում է մազերը ու դանդաղորեն ուտում է իր նախաճաշը. Finally, he is ready to go to school. Վերջապես նա պատրաստ է դպրոց գնալ. Often he is late for classes. Հաճախ նա ուշանում է դասերից. But after school he never forgets to go for a walk with his friends. Բայց դասերից հետո նա երբեք չի մոռանում գնալ զբոսնելու իր ընկերների հետ. Usually he returns home late. Սովորաբար նա վերադառնում է տուն ուշ. He helps his mother to do shopping and clean the house, but he does not really enjoy all that. Նա օգնում է իր մայրիկին գնումներ կատարել և մաքրել տունը, բայց նա իսկապես հաճույք չի ստանում դրանից, հաճույքով չի անում դա. He usually does his homework late in the evenings when the family watches TV after dinner. Նա սովորաբար կատարում է իր տնային աշխատանքը ուշ երեկոյան, երբ ընտանիքը հեռուստացույց է դիտում ճաշից հետո. He thinks that he is very clever and can do his homework watching TV. Նա մտածում է, որ ինքը շատ խելոք է և կարող է տնային աշխատանքը կատարել հեռուստացույց դիտելով.